Հայգազյան համալսարանի շրջապագին մեջ ուսանողներ և հյուրեր ձաղիգներ զետեղեցին ձիձերնագապերթը ներգայացնող ցերային աշխատանքին առջև։ Ուսանողները հրավիրած էին իրավաբանական հարցերու տասախոս Քեմիլ Հաջին, որ գրած է ավելի քան 20 գիրքեր ներառյալ հայոց ցեղասպանության մասին։ Հաջի ուսումնասիրությունները կվկայեն, որ երրորդ և չորրորդ սերունդները հաջող կմոռնան պատմությունը և գնդելանան ներգային։ Հարցը դարբեր է սակայն հայերու բարակային, անոնք կհիշեն իրենց նախահայրերու պատմությունը և կշարունակեն պահանջել իրենց իրավունքները։ Անհրաժեշտ է նոր ռազմավարություն մշակել, ըսավ տասախոսը։ Ուսանողները իրենց անգլերեն խոսքերուն մեջ ըսին, որ հայկական դատը կարելի է հետապնդել ագաթեմական գիտական միջոցներով, հերու մնալով սկացական և աբարդյուն քայլերեն։ Դխրունի ուսանողական երիտասարդական միության կազմակերպությամբ ցեղասպանության երիտասարդական միջոցառում կազմակերպվեցավ Արարատյան սրահին մեջ։ Օրվան պատգամը բանջարդիրության շարունակության անհրաժեշտությունն էր, սակայն նոր մեթոդներով, որոնք հերու կլան սկացական մոտեցում է և կհիմնվին քաղաքական մտածելակերպի և աշխատանքի վրա։ Թատրոնի, երգերու և ասմունքներու միջոցով պատանիները և երիտասարդները պատմեցին ցեղասպանության և ազգային պայքարին մասին, իսկ բանախոսները անդրադարձան բանջարդիրության զանազան հանգրվաններուն, անոնց մեջ Հայաստանի պետության և Սփյուռքի կարևոր դերակատարության։ Առաջնահերթություն պետք է դրվի միասնականությունը կերատասելու ամեն բանևեր դարվա բոլոր եղանակներուն։ Ապա գուսակցություններում բանջարդիրական գործունեությունը անհրաժեշտ է, որ ապրի որակական փոփոխություն, շրջանցելով ավանդական միջոցառումներու սովորությունը և հասնելով նոր սերունդի մտածելակերպն ու ակնկալիքները կոհացնող նոր ժամանակակից ծրագիրներում։ Հոփենտմենի, Գարմիրյան և Նազարյան վարժարաններու աշակերտները ցեղասպանության 98-րդ ամյակին արդիվ հանդես եկան ամենամյա Փյունիկի սլած քամերքով, որը կպատմե հայ ժողովրդի գոյատևման և հարաճացման ուղիին մասին։ Մանկապարտեզի աշակերտներն մինչև 6-րդ կարգի պատանիները ներկայացուցին երգեր, երաժշտություն, ասմունք և բար, որոնք բոլորն ալ ազգային ու հայրենասիրական էին։ Մինչ ընդհանրապես ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները դխուր կլան, այս համերգը ուրախ էր, որովհետև կբացահայտեր հայուն ապրելու և զարգանալու ոգին։ Բեյրութեն Շիրար Ջերեջյան, Հովսեփ Բոյաջյան, Ռադիո Սևան, Հորիզոն։